գաղտնալսումները որպես այդպեսին ներկայացվում են անուններով X մարդու չնշեն, հիմա այս ներկա մեր 18 արդարներից բացի նաև այլ անուններ կար, որոնք ներգրաված չեն որպես մեղադրյալ, ու բարույթի նյութերում, ասենք ապացույցների հետ հիմնավորման համար, թե կոնկրետ ներկա գտնվող արդարներից ով է խոսում, չկա որևէ փորձաքննության եզրակացություն ձայների նույնականացման։ Իդեպ ասեմ, որ նախաքննական մարմնի կողմից տրամադրված այս բանը, գործիքը, որը ներառված է ամբողջությամբ այդ գաղտնալսումները, շատ ցածր է, նույնիսկ բարձրացնելու պայմաններում ես կասեի ամենաթի անհնարին է որոշելու, թե օրինակ քննիչը չճանաչելով այս 18 արդարներին կամ եկած անձանց է ենթադրյալ վայրում, ոնց է որոշել, որ դա ասենք օրինակ բանի այս 18-ներից կոնկրետ անունները չնշեմ, ինչ որ X մեր ընկերներից մեկն է։ Չկա փորձաքննություն, բարձրորեն այս գործով քննիչը հանդես է եկել որպես փորձագետ, որ իրավասությունները չի ունեցել ու այս պարագայում առաջարկում եմ, որ հրապարակելու ժամանակ ենթադրյալ այդ անձանց անունները, որ կարդում ենք, ասենք, որովից է մեկ էս ներկա գտնվողներից ու ինչ-որ խոսակցության նյութ է ներառված այդտեղ, առերևույթ բառը պարտադիր նշվի, կամ նշվի ըստ քննչական մարմնի կամ նախաքննական մարմնի ավելի ճիշտ ենթադրության, որտեղ հաստատված ապացույց որպես այդպիսին փորձաքննություն չկա։ Ուրեմն ենթադրությունն է, սա ըստ ենթադրության նախաքննական մարմնի, դա այսինչ անձնավորությունն է։ Շնորհակալություն։